Միայն 2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները ավելի քան կրկնապատկվել են, ավելանալով 1.3 տրիլիոն դրամով։ Սա այսօրվա փոխարժեքով ավելի քան 3.3 միլիարդ դոլար է, այսինքն հեղափոխությունից հետո միայն 2024 թվականին Հայաստանի պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 3.3 միլիարդ դոլար։ Պետք է ընդգծել, որ ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությանը նախորդող տարիներին նույնպես Հայաստանի պետական բյուջեի եկամուտները աճ ունեցել են եւ սա որևէ մեկը չի կարող ժխտել։ Բայց 2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել ու բոլոր միջինացված թվերը հանած միայն հեղափոխության բերած տեմպի շնորհիվ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 2018-ից 2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 միլիարդ դրամ կամ 4.2 միլիարդ դոլար։ Սա կրկնում եմ այն գումարն է, որ պետական բյուջե մուտք է եղել նախորդող շրջանի, մասնավորապես 2011-2017 թվականների բյուջեի աճի միջինացված թվերից ավել։ Այսինքն, եթե հեղափոխական 7 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4.2 միլիարդ դոլար։ Եվ սա ուշադրություն դարձրեք, COVID-ի համավարակի եւ պատերազմի տարվա ներառմամբ եւ այս թվի մեջ բնականաբար չի ներառված պետական պարտքը չի հաշվառվում ընդհանրապես որպես պետական բյուջեի եկամուտ։ Այս թվի մեջ չեմ ներառել նաև Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից 2020 թվականին պետական բյուջեին փոխանցված գումարները։ Այսինքն խոսքը բյուջեի մաքուր հեղափոխական եկամտի մասին է։ Սա ասում եմ նաև այն քննադատություններին ի պատասխան, թե մեր կառավարությունը հեղափոխությամբ եկավ իշխանության եւ մոռացավ թալանածը ետ բերելու խոստումը։ Բայց 4.2 միլիարդ դոլարը օդից է ընկել, սիրելի ժողովուրդ, հարգելի ներկաներ, որտեղից այս 4.2 միլիարդ դոլարը։